Բարի լույս գործարարալիքին միացած հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, սա 106 եւ 5 հաճախականությունն է, կամ էլ եթե դիտում եք, թվային հարթակներում եք մեզ դիտում, թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակից հանրային գործիչ Արփի Թոփչյանն է, Արփի ջան, բարի օր։ Բարև ձեզ։ Մենք տեսանք, որ կառավարությունը տեսանյութ էր հրապարակել, հավանաբար տեսել եք, որ ցորենով բեռնված գնացքը արդեն ժամանել է Հայաստան, ինչը ըստ իրենց արդեն դա տեղավորվում է օգոստոսի 8-ի այդ համաձայնությունների տրամաբանության մեջ, ուրախանանք սրանից, թե սպասենք հետևանքներին։ Կպատասխանեմ Հրանտ Մաթևոսյանի խոսքերով, հորթին 3 են մորթել, իսկ ովը դեռ իր համար արածում է։ Սրանից այն կողմ պատասխան այդ եկած հացահատիկով հաշվողներին չունեմ։ Հայկական Արցախի դաշտերից ստացված ցորենը հավանաբար իրենց քիմքին հաճելի չէր, բայց հիմա թշնամու տարածքով եկած ղազախական ճակերտավոր գուցե ղազախական հացահատիկով որգրամոլները կարող են հրճվել։ Ասում են, որ շահել ենք մենք այս համաձայնագրից։ Դուք տեսնում եք այլ կետեր, որտեղ մենք կարող ենք ինչ-որ պահի շահողի դերում լինել, անգամ եթե ղեկավարությունը փոխվի, որոշումներ կայացնողները այլ մարդիկ լինեն։ Մենք ապրում ենք ծուռ հայելիների աշխարհում, որտեղ ամեն հասկացություն նենգափոխված է եւ որտեղ պարտությունը ներկայացվում է որպես հաղթանակ, որպես մեծագույն ողբերգությունը ներկայացվում է որպես ինքնիշխանության ամրապնդում, որտեղ ճշնամու առաջ չոքելը ներկայացվում է որպես խաղաղություն եւ այլն, հետեւաբար խոսել ներկա իրավիճակում ինչ-որ շահումների մասին չենք կարող։ Եթե փոխվեն որոշում կայացնողները, ամեն ինչ կախված նրանից, թե այդ որոշում կայացնողները ինչ տրամաբանությամբ են շարունակելու շարժվել։ Մեր պարտադրված խաղի տրամաբանության մեջ մենք որևէ շահեկան բան չունենք, հակառակը այս ամենը տանում է հետևողական հայկական պետականության ոչնչացման, լուծարման, վերացման, ով ինչպես կուզի դա կոչի, այս մեր երկրում հայերի որպես տիտղոսակիր ազգ, որպես քաղաքական գործոն վերջնական անհետացման։ Հետևաբար որևէ իրավիճակ փոխելու համար հարկավոր է ընդհանրապես այս ամենի տրամաբանությունից դուրս գալ եւ հարկավոր է կոպիտ ասած խաղատախտակին եղած քարերը մեր համար այնպեսի աննպաստ դիրք է, որ հարկավոր է երևի շուռ տալ այդ խաղատախտակը եւ նոր դասավորություն ֆիգուրների փորձել ստեղծել։ Այդ իշխանությունը անում է 4-րդ հանրապետություն է կերտում։ Դա 4-րդ հանրապետություն չէ, դա հայկական պետականության քողարկված լուծարման գործընթաց է ընդամենը, որտեղ չի լինի հայերի պետություն, որտեղ կպարզվի, որ արդեն դրա մասին բացահայտ խոսում են, բայց 26 թվականից հետո ավելի ինտենսիվ կերպով Հայաստանում կվերաբնակեցվեն թուրքերը, կպարզվի, որ նրանց անվտանգությունն ապահովելու համար, քանի որ նրանք հայերին չեն վստահում, անհրաժեշտ են այլ երկրի ուժեր, որտեղ փողոցում ցանկացած կենցաղային վեճ ավարտվելու է նրանով, որ դիմադրող հային հայ իսկ ոստիկանները բանտարկելու են եւ հետեւաբար մեզանից յուրաքանչյուրը տարական անվտանգություն չի ունենալու։ Դրա հետևանքները պարզ են։ Նա ով ունի հնարավորություն կարտագաղթի, ով չունի հնարավորություն կլուծվի, կանեանա, այսինքն այս ամեն ինչը տանում է հայկական պետականության վերջնական լուծարում։ Եվ քանի դեռ մենք խաղում ենք մեզ պարտադրված այս խաղի կանոններով, քանի դեռ մենք քննարկում ենք այս խոսույթը, մենք դատապարտված ենք։ Եվ անկեղծ ասեմ, ես հոգնել եմ այս թշնամական գործակալների առհասարակ ցանկացած միտք քննարկելուց, որովհետև դրա վերջնարդյունքը ինձ համար պարզ է։ Ինձ հետաքրքրում է մի բան, մենք երբ ենք սկսելու քննարկել այն քայլերը, որոնք հնարավորություն կտան այս անխուսափելի ուղին բեկել եւ որպեսզի մենք վաղը մյուս օրը ստիպված չլինենք գաղթականի ցուպը բռնել կամ ստիպված չլինենք հուսահատ մի վերջին կռիվ տալ եւ գոնե արժանապատվորեն ասենք դուրը մեր հետևից չրխկացնել։ Եկեք մենք հիմա քննարկենք այդ բեկման հնարավորությունները։ Շատերը կարծում են, որ ընտրություններն են դրա հնարավորությունը, շատերը կարծում են, որ impeachment-ն է դրա հնարավորություն, մի մասը կարծում են, որ պարզապես ընտրությունների չգնալով ավելի մեծ հնարավորություն է տալիս փոփոխություններ եւ այդպես տեսակետները շատ տարբեր են։ Մի մասը արտագաղթի մեջ է հնարավորություն տեսնում, ինչ անել, որ բեկում լինի հայանպաստ բեկում։ Այն ինչ դուք թվարկեցիք, դրանք ընդհանրապես գործիքակազմեր են։ Թե ընտրությունը, թե impeachment-ը, թե ցանկացած այլ մեխանիզմ, դա ընդհանրապես գործիքակազմ է։
Մի բան ակնհայտ է, Հայաստանում իշխող քաղաքական դաշտը ամբողջությամբ գտնվում է կամովին կամ այլ պատճառներից ելնելով, դա քննարկելու ցանկություն չունեմ, ամբողջությամբ գտնվում է, ենթակա է մեծ թշնամի ուժային կենտրոններին եւ կատարում է Հայաստանի պետականության լուծարման նրանց որոշումները։ Եվ նրանք տիրապետում են հայկական պետականության բոլոր լծակներին, ուժային եւ ոչ միայն, եւ նրանք այդ ճանապարհին կանգ չեն առնելու, այսինքն հերթական անգամ կրկնել այս ամենը իմաստ չեմ տեսնում։ Նրանք տանելու են այս գործընթացը միջև վերջ, տանելու են մեր ձեռքով վերջնական լուծարման։ Հետևաբար միանշանակ նրանք պիտի իշխանության ղեկից հեռացվեն։ Ինչ տարբերակով դա արդեն, ինչպես խոսում ենք, տեխնոլոգիա է, բայց ովքեր պիտի լինեն նրանց փոխարինողները։ Իհարկե ես համաձայն եմ, որ այս մարդկանց իշխանությունից հեռացվելու դեպքում, ինչ եմ նշում հեռացվելու, որտեղ նրանք ինքնակամ երբեք չեն գնալու։ Նույնիսկ ընտրություններում տալուց հետո ամեն ինչ անելու են, որպեսզի մնան իշխանության, չնայած արկա քաղաքական վակուումի պայմաններում անգամ չնչին վարկանիշով նրանք հնարավորություն ունեն վերընտրվելու։ Նրանց իշխանությունից հեռացնելու դեպքում մի դրական բան միանշանակ կա, դա որոշակի շունչ քաշելու եւ ժամանակ շահելու պահն է, որովհետեւ գործընթացները մի պահ կանգ առնեն։ Բայց որպեսզի էլ եմ ասում, մենք կարողանանք այդ գործընթացները բեկել, մենք պիտի ամբողջությամբ այս խաղի տրամաբանությունից դուրս գանք։ Եվ այստեղ հարց է առաջանում. Իսկ ո՞րն է տրամաբանությունը։ Տրամաբանությունը այն է, որ առաջինը ընդհանրապես հրաժարվում ենք Հայաստանի, այսպես ասեմ, քաղաքական հայության, Հայաստան չասեմ, հայության քաղաքական պահանջատիրությունից եւ քաղաքական իրավունքներից, որ մենք ընդունում ենք մեզ պարտադրված բոլոր զիջումները եւ ամեն ինչ տալիս ենք եւ զուտ նրա համար, որ ճակերտավոր պատերազմ չլինի, չհասկանալով, որ այդ նույն պատերազմը շարունակվում է։ Բայց խորքային տրամաբանությունը դա մեր մտածողության մեջ է։ Այսինքն ոչ թե մենք պիտի հասկանանք, որ ոչ թե պիտի տեր փնտրենք աշխարհի այս կամ այն անկյունում, այս կամ այն մետրոպոլիայի, այսպես ասեմ, տերերից, այլ մենք պիտի հասկանանք, որ վերջին հաշվով մեր ճակատագրի համար պատասխանատվություն մենք պիտի ստանձնենք։ Անկամ այս ծայրահեղ ծանր վիճակում մենք պիտի ստանձնենք, որովհետև քանի այս ֆունդամենտալ փոփոխությունը չլինի, սկսած քաղաքական թեկուզ փոքր ուժերի մոտ, այսինքն ոչ թե ամբողջ քաղաքականությունը չսահմանափակվի ավելի հարմար տեր գտնելու այդ խաղի կանոնների մեջ, այլ հասկանանք, որ ի վերջո միակ ուժը, որի վրա կարող ենք հենվել, ներսում մենք ենք, նույնիսկ եթե մենք խորքային առումով մեզ այդքան ուժեղ չենք համարում, բայց միակ կոպիտ ասած մենք այնպեսի խորը ճահճի մեջ ենք, որ ուզենք չուզենք մենք ինքներս պիտի մեր մազերից բռնենք եւ քաշենք դուրս։ Սա արդեն մտնում ենք խոհափիլիսոփայական դաշտ, բայց քաղաքականության հիմքը դա միտքն է։ Ինչ ես դու մտածում։ Մենք դարեր շարունակ մտածել ենք, որ մենք մեր ճակատագիրը չենք կարող տնօրինել եւ չենք էլ ցանկացել։ Ես մի քանի օր առաջ նույնիսկ խոսակցության մեջ 91 թվականի ելքային պայմաններն էինք ուզում հասկանալ Հայաստանը ինչ վիճակում էր եւ տարբեր մարդկանց հետ իմ զրույցները, ովքեր 90-ականներին եղել են process-ների կիզակետում եւ տեսել են այդ որոշումների կայացման մեխանիզմը, ինձ համոզել է մի բանում, որ անգամ 91 թվականին ունենալով հիմիկվա համեմատ ընտիրագույն պայմաններ, թե մարդկային կապիտալի տեսակետից, թե երկրի արդյունաբերությունը, գիտական պոտենցիալը եւ այլն, մեր քաղաքական ղեկավարությունը երբևէ չի համարել իրեն, որ այս ազգը բավականաչափ ուժ ունի, որպեսզի սեփական պետություն ունենա։ Եվ նրանց ամբողջ 91 թվականից ստեղծած դա քարոզվել է։ Այո, դա քարոզվել է։ Գալով նույն ՀՀՇ-ն գալով միացման գաղափարի վրա իշխանության ամեն ինչ արեց այդ գաղափարը փոշիացնելու եւ Արցախի ճակերտավոր բեռը իրենց վրայից գցելու համար։ Եվ մենք տեսանք, որ դա հետեւողականորեն Հայաստանի բոլոր 4 իշխանությունները տարել են այդ քաղաքականությունը, իսկ որպեսզի միացման գաղափարով խանդավառված ժողովրդին նրանք կարողանան ստիպել հրաժարվել Արցախից, նրանք տարիներ շարունակ կերծրել են այն թեզը, որ իրենց բոլոր դժբախտությունների, իրենց բոլոր զրկանքների աղբյուրը հենց Արցախն է։ Ինչ եմ ասում Արցախ, որովհետև Արցախը հայկական պետականության, երբ որ մենք նայում ենք քաղաքական առումով, աշխարհաքաղաքական առումով մեր տարածաշրջանին, առանց Արցախի Հայաստանը որպես քաղաքական միավոր չի կարող գոյություն ունենալ։ Սա ցանկության կամ ինչ որ այլ բանի հարց չէ։ Դա պարզ տրամաբանություն է։ Խորությունը կորցրել են բացի խորությունից, այո, ռեսուրսային բազայից, ովքեր հակառակն են պնդում, ուրեմն նրանք կամ տգետներ են կամ գործակալներ են, ով որտեղ կուզի իրեն թող դիրքավորի։ Հետևաբար
Դա ու մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում, երբ որ մենք կորցրեցինք Արցախը եւ այդ բալանսի խախտումը, այսինքն, բայց մեր իշխանությունները հետևողական բոլորը իրենց ոչ թե այսինքն Հայաստանում նույն խնդիրների պատճառը դիտարկել են ոչ թե սեփական ապիկար կառավարումը, սեփական խմբիշխանության ապահովումը եւ հանրային բարիք ստեղծելու փոխարեն զբաղվել են սեփական փոքր խմբակի բարեկեցությամբ, այսինքն ամեն ինչ արել են, որպեսզի հայի աչքում արժեզրկվի սեփական պետություն ունենալու գաղափարը, այդ բոլորը չեն համարել ներշնչել ժողովրդին, որ դա է խնդիրը, որպեսզի ժողովուրդը չհասկանա, որ խնդիրը իրենց մեջ է եւ իրեն ավելի որակյալ կառավարիչներ են պետք, ազգային կառավարիչներ են պետք։ Նրանք ամեն ինչ բարթել են Արցախի վրա եւ այսօր է նույնը շարունակվում։ Եթե դու կատարում ես արտաքին թշնամու ցանկությունները, ուրեմն հանրության ներսում, եթե դու հանրությանը չես ուղղորդում արտաքին թշնամու դեմ, քեզ պետք է թշնամու կերպար։ Եվ մենք տեսնում ենք, թե ով է ընտրված թշնամու կերպարի դիրքերում, դրանք արցախցիներն են։ Եվ դա հետևողականորեն տարբերվում է։ Ընդ որում արցախցի բառը վաղը կարող է հանգիստ փոխանցվել սյունեցիով, տավուշցիով, այսինքն ընտրված գաղափարախոսությունը, ընտրված քաղաքականությունը դա պարզից պարզ է։ Եվ պիտի ցավոք նշենք, որ քաղաքական ճգնաժամը, որը կար վերջին 5 տարիների ընթացքում, իր լուծումը չստացավ, դա բերեց պետական ճգնաժամի արդեն, պետական ինստիտուտների ճգնաժամի եւ արդեն մենք ազգային ճգնաժամի փուլում ենք, երբ որպես ազգ ենք արդեն բոլոր հիմնասյուները եւ ամեն ինչ քանդվում է եւ մեզ փորձում են դարձնել մանկուրտ։ Բաժան են արել եւ առանձին մեկը մյուսի դեմ հանելով փորձում են դարձնել մանկուրտ։ Մենք չկարողացանք լուծել շատ ավելի պարզ քաղաքական ճգնաժամը, արդյունքում չկարողացանք պետական ճգնաժամը եւ հիմա իրականում լրջագույն գերխնդրի առաջ են կանգնած արդեն որպես ազգ, կրկին ազգ դառնալու ճգնաժամի մեջ ենք, որտեղ ես համարում եմ մենք արդեն ազգ էլ չենք։ Բոլոր իմաստով ճգնաժամը։ Այո, եւ հետեւաբար իրականում շատ ծանր վիճակ է ու 26 թվականին ընթառաջ են գնում մի վիճակով, երբ որ Հայաստանի քաղաքական դաշտում քիչ թե շատ չկա գոնե մի փոքր խմբակ կազմավորված, որ այսպես անկեղծ խոսի ժողովրդի հետ, ոչ թե մնա էլի տրամաբանված, գիտեք, պարտադրված խաղի կանոններում, այսինքն կրկնվի նույն խոսույթը, ինչ որ իշխանությունն է պարտադրվում կամ որպես քննադատելով այս կամ այն, այսինքն կոսմետիկ փոփոխություններից են բոլորը խոսում, ոչ մեկ ֆունդամենտալ հարցերից չի խոսում։ Իսկ այդ առաջարկվող հայակործան 4-րդ հանրապետության գաղափարին կարող է հակադրվել միայն բոլորովին նոր ֆունդամենտալ առաջարկով։ Եվ դա հաշվի առնելով հանրության ապաթիկ վիճակը, հաշվի առնելով այս անընդհատ տարբեր ուժային կենտրոնների ռեսուրսների համախմբման միջոցով հայկական ազգանունով անձանց կողմից մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմ, դա չափազանց բարդ գործ է, բայց պետք է ասել այդ ժողովրդին այդ առաջարկը եւ տալ նրան ընտրության հնարավորություն։ Բայց մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուրս գտել ենք մեր կոմֆորտ զոնան եւ չենք ցանկանում ի վերջո քաղաքական դաշտում քիչ թե շատ ինչ-որ հայտ ձևակերպել, որովհետեւ նրանք ովքեր այդ հայտը ձևակերպել են, ես կարծում եմ նրանք միջև վերջ ճշմարտությունը չեն ասում։ Իսկ մենք այնպիսի վիճակում ենք, ծայրահեղ ծանր հիվանդում վիճակում գտնվող հիվանդին պետք է ասել ճշմարտությունը։ Եվ նա իրավունք ունի որոշում կայացնել, ինքը ուզում է շատ ծանր բուժում անցնել եւ առողջացման ապակինման շանս ստանալ, թե համաձայն է իր հոգեվարքը այս կամ այն տարբերակով, չգիտեմ, փառատոններով, ճաշկերույթներով, այդ ձևով ավարտել։ Տեսնում ենք համաձայնությունը կա։ Համաձայնությունը չկա։ Համաձայնությունը չկա այն առումով, որ գուցե քիչ տոկոսի մոտ կա կարծում եմ։ Չէ, կարծում եմ մեծամասնությանը չկա, որ անկեղծ չեն հանրության հետ։ Ես համաձայն եմ, որ քիչ թե շատ բանական մարդը կարող է ինքը, եթե չի ցանկանում խաբվել, չի խաբվի։ Իհարկե, վերլուծելով իրավիճակը, բայց մեծամասնությունը այնքան է հոգնել, որ նախընտրում է չտեսնելու տալ։ Բայց ես կարծում եմ այդ մեծամասնությանը պետք է ստիպողաբար բերել մեր իրականությանը դեմ հանդիման եւ նրան ստիպել որոշում կայացնել, որպեսզի վաղը մյուս օրը գիտեք, որպես բժիշկ եմ ասում, երբեմն գալիս ասում են, ուրեմն դու բացատրում ես բոլոր ռիսկերը, բացատրում ես բոլոր բարդությունները, հետո գալիս են դուք մեզ լավ չեք բացատրել, չէ։ Պետք է բժշկության մեջ կա հասկացություն, ոչ մի տեղեկացված համաձայնություն։ Երբ որ դու ամեն ինչ բացատրում ես, դա հենց հատուկ փաստաթղթի ձև է կոչվում է տեղեկացված համաձայնություն, եւ դիմացինը պիտի միջև, ասենք ինչ որ միջամտություն կատարել է, ինքը պարտավոր է տալ բոլոր հարցերը դու պատասխանում ես, որպեսզի ինքը տեղ չունենա ասելու, հետո գասի, գիտեք, ես տեղյակ չեմ եղել եւ այլն։ Եվ հիմա մենք այդ
մեր դաժան անկեղծության կարիք ունենք եւ պետք է պատին դեմ տալ եւ անկեղծորեն ասել, որ վաղը միսօր լինելու է այն, ինչ որ ես ամենասկզբում ասացի, Երևանի փողոցներում ոչ միայն ձեր սիրելի անպաշտպան չեք մնալու, բայց ես եւ իմ նմանները ձեզ հիշեցնելու ենք եւ որովհետեւ մենք ձեզ պատին դեմ ենք տվել եւ ասել ենք մենք ձեզ զգուշացրել ենք, ուրեմն մի նվնվացեք եւ ընդունեք ձեր ընտրության հետևանքները։ Ուրիշ հարց է, որ մենք էլ ենք նույն նավի մեջ եւ մենք էլ ենք մնացածի հետ խորտակվելու, բայց կարծում եմ մեր չասեմ սխալը, երևի դա էլ պայմանավորված է նրանով, որ մենք այդ փոքրաշերտ հատվածը, որ այս անարժանապատիվ, այս նվաստացած վիճակի հետ համաձայն չի կարողանում այս կամ այն պատճառով չի կարողանում ինչ որ որակական կրիտիկական զանգված դառնալ եւ իրավիճակի տերը դառնալ։ Այսինքն դա այդ առումով էլ դա դառնում է մեր պատիժը, որովհետեւ մենք չենք կարողանում հաջողել, որովհետեւ քաղաքականությունը այդ առումով դաժան է։ Կապ չունի թե ինչպիսին ես դու, կապ չունի թե դու ինչ բարի ցանկություններ կամ լավ նպատակներ ունես, քաղաքականությունը դատում է արդյունքներով։ Դու կամ հաջողության ես հասնում կամ չէ։ Ընդ որում շատերը կարող են հաջողության են հասել ոչ սպիտակ ձեռնոցներով։ Եւ առհասարակ պատմության մեջ երբեք սպիտակ ձեռնոցներով հաջող, այո, բայց հաղթողներին չեն դատում։ Քաղաքականությունն այդպեսին է։ Քո բարի ցանկությունները, դրանք որևէ մեկին հետաքրքիր չեն, միշտ դատում են արդյունքներով։ Միանշանակ։ Արփի այ 5 տարին լրանում է ինչ պատերազմը պայմանական ավարտվել է նոյեմբերի 9-ը շուտով այն հայտարարությունը, որը ստորագրեց եւ սկիզբ դրեց այդ չարաբաստիկ շղթային, որը մինչ օրս շարունակվում է, դրան հաջորդեց այլ հայտարարություն օգոստոսի 8-ին եւ այն ժամանակ երբ ջերմուկում դեպքեր եղան, Էդվարդ Ասրյանը ասում էր, որ այ դիրքերում նրանք շրջափակված են եւ հնարավոր չի լինի սնունդ մատակարարել, դրանից արդեն քանի տարի է անցել, Արցախը հայաթափվել է, այդ մարդիկ այդտեղ ամրացել են ու երբ իշխանությանը հարցնում ես, ասում ես խաղաղության դարաշրջան եք սկսել, բա ինչու են այդ դիրքերը շարունակում լինել այդտեղ, եթե խնդիրը միայն Արցախն էր։ Ասում են դե գործընթաց է, պիտի տեղի ունենա, գործընթաց է։ Ես ուզում եմ ձեր գնահատականը իմանալ խաղաղության դարաշրջանին, որքանով է համահունչ այս իրավիճակը, որքանով է համահունչ այն, որ Հայաստանի սուվերեն տարածքում, ինչպես իրենք են ասում, շարունակում են մնալ ադրբեջանական ուժեր։ Եվ դրա պահանջը չի էլ ներկայացվում, շատ քիչ թվով մարդիկ են այս մասին խոսում, որովհետև արդեն բոլոր երևի մոռացել են, որ այնտեղ ադրբեջանցիներ կան ու պիտի դուրս գան եւ խաղաղությունը միայն կրակոցի ձայներ լսելով չի կամ ուղիղ պատերազմ տեսնելով չի։ Ես արդեն ասացի, որ այդ մարդիկ նենգափոխել են բոլոր հասկացությունները եւ մենք խաղաղության դարաշրջանում չենք, մենք խաղաղեցման դարաշրջանում ենք, ընդ որում դա խաղաղեցնում են մեզ։ Եվ դա արվելու է հետևողական, մեզ թողելու են լիարժեք անպաշտպան, լրիվ անպաշտպան, եւ չկա որևէ խաղաղություն։ Եթե հայերը չկարողացան, ավելի չցանկացան 94 թվականին ռազմական հաղթանակ տանելով Թուրքիի հանդեպ, չցանկացան խաղաղություն պարտադրել, չկարողացան, ինչ խաղաղության մասին կարող է խոսել, երբ որ մենք այսքան անպաշտպան ենք դարձել։ Նոյեմբերի 9-ը մեր պատմության ամենախայտարակորն է եւ երկու պատճառներով իհարկե առաջին պատասխանատուն այս իշխանություններն են, որովհետև ես խորապես համոզված եմ, որ այո, մենք կորուստներ ունեինք, բայց եթե նոյեմբերի 9-ը չստորագրվեր եւ Հայաստանում լիներ իրապես պայքարող իշխանություն, մեր վիճակը հիմա շատ ավելի լավ կլիներ եւ կարծում եմ Աստծո կամոք, երբ որ մենք այս իրավիճակը բեկենք, մի օր բարձվել է, որ նոյեմբերի 9-ին իրականում Ալիևին են փրկել, ոչ թե ճակերտավոր Փաշինյանն է 25000 ճակերտավոր զորք փրկել։ Երկրորդ ամենախայտարակորները այն առումով, որ համապատասխան քաղաքական արձագանք չեղավ, որովհետև եթե մենք adekvat դաշտ ունենայինք, նոյեմբերի 10-ի առավոտյան Հայաստանում կլիներ ու եւ Հայաստանի ազգային պետական մարտահրավերները գիտակցող քաղաքական դաշտ ունենայինք, Առավոտյան նոյեմբերի 10-ի առավոտյան Հայաստանում կլիներ բոլորովին այլ իշխանություն, որովհետև նոյեմբերի 9-ի գիշերը իշխանությունը փողոցում ընկած էր եւ ոչ ոք ցանկություն չհայտնեց այն վերցնել այն պարզ պատճառով, որ մեծամասնությունը քաղաքական դաշտում եղած ուժերի, ովքեր քիչ թե շատ մարդկային եւ կազմակերպչական ռեսուրս ունեն, նրանք նույն հոգեբանության կրողն էին, Արցախը բեռ համարողներն էին եւ այնքան տգետ էին, որ իրոք համարում էին, որ
Շատերը համարում են, որ Արցախի կարելի է տալ, եթե դրա գինը լինելու է Փաշինյանի իշխանության, եթե այն գինն է, որ անհրաժեշտ է Փաշինյանի իշխանությունից հեռացնելու համար, ինչու՞ չէ կարելի է վճարել։ Եվ այդ իրավիճակում ոչ ոք չէր ցանկանում Այսինքն հենց դա ցույց տվեց մեր ալիակատար անպատրաստվածությունը։ Եվ այստեղ ես չասեմ հավասար, բայց շատ մեծ պատասխանատվության բաժին դնում եմ նաև այսպես կոչված ընդդիմության կամ քաղաքական դաշտի ներկայացուցիչների վրա, որովհետև ազգերի կենսունակությունը որոշվում է հենց նման կրիտիկական իրավիճակներում։ Այն ամեն ինչ որ կատարվում է դրա հաջորդիվ տրամաբանական շարունակություն է, տրամաբանական շղթա է, գործընթացները կարող են մի քիչ ավելի արագ ընթանալ կամ մի քիչ ավելի դանդաղ ընթանալ, կոսմետիկ ինչ-որ փոփոխությունների ենթարկել, բայց ֆունդամենտալ դրանք չեն փոխվում։ Եվ այո, երբեք խնդիրը Արցախը չի եղել, երբեք չի եղել զուտ տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, առավել եւս Եթե Արցախը լիներ այսօր առավել եւս գիտեք, երբեք նույնիսկ ես այդ արտաքին լսարանի համար այդ ինքնորոշման խնդիրն էլ չի եղել։ Եղել է հարցը ֆունդամենտալ մեկ է դրած, այս տարածաշրջանում լինելու է հայկական կենսունակ պետականություն, լինելու է հայկական քաղաքական գործոն, թե դա լինելու է թուրքական, որովհետեւ կրկնել եմ բազմաթիվ անգամ, կկրկնեմ եւս մի անգամ, սա գոյութենական կռիվ է, էթնիկ կռիվ է։ Եվ բոլոր այն փորձագետները, բոլոր այն մարդիկ, ովքեր վարձատրվում են այս եւ այն տեղից, ովքեր փորձում են հավասարության նշան դնել հայ-թուրքական կոնֆլիկտի, ոչ թե հայ-ադրբեջանական, հայ-թուրքական կոնֆլիկտի եւ չգիտեմ, ֆրանկո-գերմանական կամ այլ իսպանո-պորտուգալական կամ չգիտեմ ինչ կոնֆլիկտների միջև նրանք առաջինն եմ ասում կամ տգետ են կամ վճարվում են համապատասխան կենտրոններից, կարող են իրենց դիրքավորել ինչպես ուզում են։ Հետևաբար սա իրականությունը, մենք քաղաքական առումով բոլորովին անպաշտպան գտնվեցինք եւ դա բերեց հետագա ճգնաժամերին։ Ես երկար եմ մտածել 90-ականների տարբերությունը ինչու, ըստեյության գիտեք, երբ որ կարդում եմ օրինակ Տիգրան Հայրապետյանի վերջին մարտը հոդվածուն 92 թվականի սեպտեմբերին գրված, երբ որ Արցախում ճակատը փլուզվել էր եւ վիճակը իրոք շատ ծանր էր, եւ թշնամին գրավել էր Արցախի ավելի քան 40%-ից ավելին, նա նման հոդված ունի, խորտ կտամ կարդալ, բառ այսօրվա մասին է, հանձնվողականության եւ մնացած ամեն ինչի, եւ երկար եմ մտածել, լավ, ինչը կարողացավ պատճառ դարձավ, որպեսզի տեղի չունենա այն աղետը, որ 20 թվականին տեղի ունեցավ, ու եկել եմ եզրակացության, որ այն ժամանակ Հայաստանի քաղաքական դաշտում կային կենսունակ, ինտելեկտուալ եւ պատասխանատվությունից չվախեցող մարդիկ։ Հիմնականը կարծում եմ դա այն ժամանակվա դաշնակցություններ, ով ի տարբերություն ՀՀՇ-ի, գիտեք, այսպիսի իրավիճակ էր, որ ինքը հանձն առավ պատասխանատվությունը զինված պայքար առաջնորդելու եւ նույն պարտվողական ՀՀՇ-ն հասկացավ, զիջողական ՀՀՇ-ն հասկացավ, որ այդ ալիքը ինքը չի կարող տալ ամբողջությամբ դաշնակցությանը եւ հետեւաբար ուզած գնաց պայքարի տրամաբանության մեջ եւ բացի դաշնակցությունից իհարկե կային անհատներ, ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանին նշանակեց ՊՆ նախարար խաբության նոխած դարձնելու համար, որտեղ կարծում էր, որ հնարավոր չէ իրավիճակը բեկել։ 20 թվականին ես ճիշտ եմ հասկանում, արփի, որ ամեն դեպքում այսօր մարդիկ ավելի սեփական անձով են ապրում եւ այդ համախմբման գաղափարը չկա, այսինքն մարդը մտածում է իր համար լավ լինի, ինքը անհատապես լավ վիճակում լինի, իր տունը լավ վիճակում լինի եւ այդ սահմաններից դուրս չեն ապրում։ Իսկ այն ժամանակ գուցե ավելի խմբային էին մարդիկ մտածում, ավելի միասնությունը գոնե կար, պառակտում չկար, ինչպես այսօր մի մասը չէր գնում Հովանավանք, մի մասը չէր գնում Էջմիածին եւ այդպես շարունակ։ 20 թվականին մինչեւ նոյեմբերի 9-ը հիշեք հայ ժողովրդի վիճակը էմոցիոնալ եւ պատրաստվածությունը։ Այն ինչ մենք տեսնում ենք այսօր վերջին 5 տարիների հետևողական քաղաքականության արդյունք է։ Հանրությունը այն է, ինչ իրեն պարտադրում են լինել։ 90-ականներին էլ շատերը չեն ցանկացել գնալ, բայց պետությունը նրա համար է, որ ինքը հասկանա, որտեղ է ազգային պետակաշահը եւ տանի, երբ որ քո պետությունը գործում է քո դեմ, պետություն չասեմ, պետական լծակների տեր եղածները, իմունիտետի մասին խոսելն անիմաստ է։ Պատկերացրեք դուք բուժարո եք, հիվանդ բառը չեմ հիշում, ես ձեր բժիշկն եմ եւ ես անընդհատ ներարկում եմ դեղորայք, որը ոչնչացնում է ձեր իմուն համակարգը։ Ես ձեր հանդեպ հանդանք եմ չգործում։ Մենք ինչ իմուն համակարգի մասին կարող ենք խոսել։ Մեր իմուն համակարգը տարիներ շարունակ, խոսքը միայն 20 թվականից այս կողմ եղած չի, իրականության մեջ, ասենք, տարիներ շարունակ ինքը ախտահարված է եղել եւ առողջ բջիջներն անդադ ոչնչացվել են։ Հետևաբար, այո, այսօր մարդիկ ուղակի հայրենասիրությունը,
նվիրվածությունը, անձնազոհության գնալը, դրանք ամեն ինչից կախված է նրանից, թե քո այսպես ասեմ, այն մարդիկ, ովքեր երևում են էկրաններին, չեմ ուզում էլի տա բառը օգտագործել, որտեղ էլի տա չեն, այն մարդիկ, ովքեր ամեն օր օրակարգ են ստեղծում, նրանք քեզ ինչ են քարոզում։ Բոլոր հանրությունների դեպքում է դա։ Ամենապատրաստված հանրությանն էլ փորձեք քարոզել պարտվողականություն, զիջողականություն, եթե նրա իմուն համակարգի սկզբանը ուժեղ է, նա քեզ միանգամից ներսել չի թողնի, բայց մենք ունեցել ենք չէ թույլ իմուն համակարգ։ Միշտ ենք ունեցել, այնպես չի որ ուժեղ ենք եղել։ Եվ հետևող եւ 20 թվականը 18 թվական տեղ ունեցած է 20 թվական եւ շարունակություն, դա բնականon գործընթացի շարունակություն է։ Ուղղակի վարապացույցն է նման իշխանափոխության, որ տեղի ունեցավ։ Իհարկե, հետևաբար Հայաստանի դեմ հանցագործություն են գործում հավասարաչափ բոլոր նրանք, ովքեր ամեն ինչ բարդում են մինչև 2018 թիվը եղած բարքերի եւ գործընթացների վրա, եւ նաեւ նրանք, ովքեր ամեն ինչ բարդում են 2018 թվականից հետո եղած գործընթացների վրա։ Նրանք բոլորը հավասարաչափ մեղք են գործում Հայաստանի հանդեպ, որտեղ այդ բոլոր գործընթացները 91 թվականից սկսած գործընթացների տրամաբանական շարունակությունն է, որովհետեւ 94 թվականին Ես ճիշտ ասած, երբ որ խոսում եմ Մանվել Սարգսյանի հետ, որպես քաջատեղյակ, պարզվեց, որ իրականում անգամ 94 թվականին Հայաստանը պատրաստ է եղել Արցախը հանձնել Ռուսաստանին ռուս խաղաղապահների տեսքով։ Եվ շատ հետաքրքիր է Մանվել Սարգսյանի պատմությունը, թե ինչպես են կարողացել այդ գործընթացը կանգնեցնել։ Այսինքն մենք հոգեբանորեն միշտ այդ տեր փնտրելու հոգեբանության տակ ենք եղել։ Արդեն եղել են մեր իշխանությունների մեջ հավաքագրված գործակալներ, թե իրենց մտածողությամբ արդեն տեր փնտրելու մտածողությամբ արդեն այսպես ասեմ ազդեցության մտածելու ցանկություն չկա, այսինքն ավելի շատ մտածել, դե տերերը կմտածեն, կուղորթեն, դե կանենք։ Այո, սեփական պետություն ունենալու։ Հետևաբար այդ ամեն ինչը փոխկապակցված է։ Բայց այո, դարեր շարունակ պետականություն չունենալը բերել է նրան, որ մենք չենք հասկանում այն ճշմարտությունը, որ մեր յուրաքանչյուրի անվտանգությունը, մեր յուրաքանչյուրի բարեկեցությունը, մեր յուրաքանչյուրի արժանապատիվ ապրելը, ամեն ինչը փոխկապակցված է։ Ես չեմ կարող, դու չես կարող լինել անվտանգ, բարեկեցիկ, արժանապատիվ, եթե քո կողքին է նման չէ, որտեղ որոշակի բալանս պիտի լինի։ Մարդիկ հիմար չէին, որ դարեր շարունակ ստեղծեցին պետություն, որտեղ հասկացան, որ մենակով մեծ խնդիրներ չես կարող լուծել։ Մենք ախր անընդհատ պատմությունից դասեր ենք ստանում, ամեն ինչ կորցնում ենք, բայց այդ դառը դասը չենք ուզում սովորել։ Որ մենք ամենակիչ կորուստները տալիս ենք այն ժամանակ, երբ որ սեփական ուժերի վրա ենք հույսը դնում։ Եվ մենք այսօր հասել ենք մի իրավիճակի, ես ասացի, որ ես որովհետև դարերը միշտ չահող են դուրս գալիս արան։ Դու ընդհանրապես մանրադրամ ես, ես դառը եւ մեր ճշմարտությունն եմ ասելու։ Մեզ այսպես թե այնպես կորուստներ են սպասում։ Նույնիսկ եթե հրաշքով Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն եւ իրապես ազգային պետական մտածողությամբ ուժեր կան, միևնույն է մեծ ծանրագույն պատերազմ է սպասվում։ Մենք դաժանագույն ներքին պայքարի, արտաքին պայքարի մեջ մեծ կորուստների գնով պիտի ապացուցենք մեր կենսունակության իրավունքը, որովհետեւ դրանից հրաժարվել ենք, լուր աշխարհի հրաժարվում ենք։ Եվ այնպես չի որ դա երաշխավորված է, բայց միայն այդ դեպքում այդ ծանրագույն զրկանքների, ծանրագույն կորուստների եւ հաղթահարելուց հետո կարող ենք համարել, որ մեր սերունդներին ապագա ենք թողնում։ Մյուս տարբերակը, որը ավելի հեշտ է, կամ թվում է ավելի հեշտ, ես ապշում եմ, դա այս կորուստների հետևողական շարքը շարունակելն է, իսկ դա արդեն նկարագրեցի կենցաղային օրենքով մի քանի տարի հետո Երևանի փողոցներում դուք որևէ բան չեք կարող անել, որտեղ Յան ազգանով ոստիկան ձեր ձեռքերը ոլորելու է եւ տանի բաժին։ Այս է իրականությունը։ Այսինքն երկու տարբերակն էլ շատ ծանր են։ Բայց եթե մի տարբերակի դեպքում դու գնում ես գիտակցված պայքարի հասկանալով ու գնահատելով, որ մի չնչին հույս ես ունենում հաղթանակած դուրս գալու, մյուս տարբերակի դեպքում քո վերջը պարզ է։ Աննը դրեք, չգիտեմ, էքսպերիմենտալ բուժում ծայրահեղ քաղցկեղի վերջին փուլում գտնվող հիվանդի համար։ Այն մի դեպքում վերջ պարզ է, այս մի դեպքում հնարավոր է փոքր հնարավորություն լինի։ Սա է մեր ճշմարտությունը եւ յուրաքանչյուրի համար պիտի որոշում կայացնի։ Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, որը շատերը փրկությունը տեսնում են արտագաղթի մեջ, շատ հատ նորություն ունեմ, դա էլ չի փրկելու, որովհետև անձամբ ես մի քանի դեպք արդեն լսել եմ, երբ որ միջազգային կազմակերպությունում աշխատող բավականին բարձր դիրք զբաղեցնող հայերի համար արդեն սկսել են խոչընդոտներ ստեղծել նույն թուրքական եւ ոչ միայն կառույցները տարբեր իրավիճակներ ստեղծելով, որպեսզի նրանց եւս խանգարեն։ Այսինքն ուր էլ լինեք գալու են ձեր հետևից, որովհետև եթե այնպես է ստացվել, որ այս կյանքում դուք ծնվել եք հայ, որևէ ինչքան էլ քերեք
մաշկի գույնը փոխեք, չգիտեմ, անունից հրաժարվեք, լեզուն մոռանաք, դուք չեք որոշում ձեր էթնիկ ծագումը եւ ձեր պատկանելությունը, դա ձեզնից չի կախված, դա արդեն որոշված է եւ դիմացինը կապ չունի, ինչ մաշկի գույն ունի, ինչ աչքերի գույն ունի, որտեղ է բնակվում, դիմացինը ձեզ ընկալելու է այդպեսին։ Հետեւաբար մի փախեք ինքներդ ձեզնից, առերեսվեք իրականության հետ, որտեղ եթե դուք առերեսվեք իրականության հետ, իրավիճակը կարող է կտրուկ շուռ գալ։ Բայց եթե նախընտրենք հայ թշնամի, այո, եթե նախընտրենք թմբիրը, այս շակերտավոր թմբիրը, ապա վաղ թե ուշ դոզան արդեն դառնալու է այնքան շատ, որ ոչ մի թմբիր ձեզ չի փրկի, որտեղ փողոցում եք առերեսվելու ձեր սեփական վախկոտության, փոքրոգության եւ մորթապաշտության հետ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Թարմ ուղեղով իմ զրուցակից հանրային գործիչ Արփի Թոփչյանն էր, այսքանը այսօրվա համար կհանդիպենք, լավ եղեք։